Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 9 է 2026 թվական։ Սկսենք Հայաստանից։ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. հիմա մենք ժամանակ ունենք առաջիկա 1 տարվա ընթացքում պատրաստվել այն իրավիճակին, որ Ծիրանի եւ մյուս գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի մենք որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք։ Ի կատարումն իրական Հայաստանի գաղափարախոսության այն թեզի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Այսինքն, եթե մենք որևէ բան արտահանում ենք տասնյակ շուկաներ, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող ազդել մեր շուկայի վրա եւ ընդհանրապես բոլոր ապրանքատեսակների եւ ամեն ինչի պարագայում մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ։ Սա նաեւ Հայաստանի ինքնիշխանության, անկախության եւ պետականության ամրապնդման ճանապարհն է։ Հիմա կարող է մի երկիր կա, որում սպիտակ ծաղիկ ավելի շատ է վաճառում, քան վարդագույն, կամ հակառակը պետք է ջանք դրվի, որպեսզի շուկայի ստանդարտներին, պահանջներին համապատասխանի ապրանքը, ուսումնասիրություններն արվեն պատշաճ, որպեսզի այդ խնդիրները չարտահայտվեն։ Հիմա ինչ ունենք այս ուղղությամբ։ Ռուսաստանը սանկցիաներ կիրառեց, Արևմուտքը ձեռք մեկնեց, իշխանությունը հիմա ներկայացնում է, որ պետք է դիվերսիֆիկացնենք առաջիկա մի տարում պետք է այդ խնդիրները լուծենք, բայց ով էր խանգարում 8 տարի դիվերսիֆիկացնեիք։ Ընդհանրապես գոնե Եվրոպա գնալու ստանդարտների հարցը լուծեիք, բա որ մարդիկ առավոտից երեկո ասում են Ռուսաստանի հետ առևտուրը մեծացրել եք, Եվրամիության հետ առևտուրը փոքրացրել։ Լոգիկան չենք հասկանում, ինչա ձեր արածը։ Դիվերսիֆիկացիա հռչակում եք, հակառակ գործողությունը կատարում։ Լավ որակի խնդիրը կարող ասենք ժամանակի հարց է, բայց ստանդարտների խնդիրը ինչի հարց էր։ 8 տարի ժամանակ չկար, որ այդ ստանդարտների հարցը Եվրամիության հետ լուծվեր, որ այսօր այդ խնդիրը չառաջանար։ Եվ ի վերջո, հիմա ասենք ներկայացում է, որ քաղաքական որոշումը կայացրել է Եվրամիությունը։ Այո, մենք պատրաստ ենք ձեզ աջակցել։ Քաղաքական որոշում իրավիճակից ելնելով կայացրել է Հայաստանի իշխանությունները։ Այսինքն դա կա, բայց այնպես չի, որ մնացած հարցերը չի մնալու տնտեսվարողի վրա։ Հիմա ինքը ասում է, դե ինքնիշխանության պատճառով մենք չենք կարող մեկից կախված լինել։ Քաղաքական որոշում ենք կայացրել դիվերսիֆիկացնել, բայց այդ ապրանքը դրսի շուկայում վաճառելու խնդիրը դա արդեն դառնում է տնտեսվարողին, կտանի կհասցնի։ Հիմա այսօր առաջի ապրանքը ստացան, բայց մենք հետադարձ կապը չիմացանք, այդ ապրանքը ստացավ։ Բաժանեց շուկային, շուկան հավանեց, մի մասը հավանեց, մի մասը չէ, երկրորդ պատվերը ստացանք, թե չստացանք։ Մենք ինչքան ժամանակ ունենք, որ այս արտոնյալ վիճակը, որ քաղաքական որոշման անվան տակ, այս ամեն ինչը մենք կարողանանք մտցնենք եվրոպական շուկա կամ այլ շուկաներ։ Մենք մի բան հաստատ գիտենք, Ռուսաստանը ոնց է մտածել։ Նրա շահագրգռվածությունը ԵԱՏՄ պետություն է, կունենաս անորակ ապրանք։ Այդ անորակ ապրանքը քաղաքական նպատակներով մենք կընդունենք։ Հետո որ մի օր դուրներս չի գա, քաղաքական նպատակներով չենք ընդունի, բայց կհանենք ցույց կտանք լաբորատորիայի արդյունքը, կասենք ձեր ապրանքն անորակ է։ Այսինքն դա նշանակում է, որ մենք մի համակարգի անդամ ենք, որը շահագրգռված չի, որ մեր ապրանքը որակով է, բայց մենք շահագրգռված չենք, բա մենք էլ ասում ենք ժողովուրդ ջան, դուք ընդունում եք, որ Ռուսաստանի լաբորատորիայի ասած ճիշտ է։ Եվ Նիկոլ Փաշինյանն ասում եւ էկոնոմիկայի նախարարը ասում այո մենք ստանդարտին չի համապատասխանում, բա մեր ինքնիշխանությանն ինչի պիտի զոհենք հանուն դրա, որ նրանք ընդունեն։ Դա նոր չի ասում, դա հենց առաջ էր ասում։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է այնպես, որ Ռուսաստանը չի նպաստելու, որ մեր ապրանքի որակը բարձրանա, բայց ինչ ենք ասում եվրոպական շուկա մենակ մտնելը չի։ Եվրոպայի հետ աշխատել դա նշանակում է, որ քո վրա այնպիսի մի հատ ռեժիմ դրվի, որ ամեն օր քո որակը բարձրանա, ամեն օր քո բարեկեցությունը, քո ժողովրդավարության մակարդակը, դա Եվրամիությունը միայն մաքսային միություն չի։ Դա լուրջ քաղաքական միավոր է։ Եվ այս պարագայում, եթե մենք այդ ուղղությամբ գնանք, այդ որակով ապրանքը, այո, մենք կկարողանանք վաճառել նաև անապատային արաբական նավթային երկրներում, որոնք թանկ ապրանքի խնդրեմ չունեն։ Այո, եթե այդ ապրանքը որակով լինի, գնողունակ պահանջարկը բարձր է Եվրամիության երկրներում, հասարակ ապրանքի, էժան ապրանքը մերը կարող է մրցունակ չլինի, պարզ պատճառով, որ ապրանքին տրանսպորտն էլ գումարում ես վերջ։ Բայց մենք պետք է հասնենք նրան, որ հայկական ապրանքի այն անունը ունենա, այո, նա առնի գերադասի թանկ առնի, բայց որակով ապրանք առնի։ Մենք ստեղ լուրջ անելիք ունենք։ Ու այսօր
այսպես իրավիճակային ասենք ասել, բա չեք տեսնում, որ պետք է հիմա անենք, բա տեսնում ենք, բա որ չէինք տեսնում այս 20 տարի, 22 տարի ինչից ենք խոսում, բա դրանից ենք խոսում, որպեսզի այնպես չլի, որ մեր առաջ շուկան փակեն, նոր մենք ասենք, բա մենք պետք է մտածենք, չէ՞ այդ ուղղությամբ, փչացող ապրանքը, եթե մի տարի ժամանակ չունես, որ անես, այսօր քաղաքական որոշմամբ այդ ապրանքը գնաց, վաղը մյուս օր այդ խնդիրներն լելու դա երկար կյանք չի ունենալու, անգամ մի տարի շատ է ասում, այդ ուղղակի նկատի ունի գյուղատնտեսական սեզոն, որ հաջորդ տարվա համար մենք ունենանք, բայց հիմա դուք տեսնում եք, թե ինչքան խնդիրներ մենք լուծած կլինեինք, եթե ի սկզբանե մենք մտածեինք, որ բերեք սա անենք, թեկուզ ուրիշ ոչ մի բան որ չլինի, եթե կանգնում են Հայաստանին ասում են դու ուր պետք է գնաս, դա ասել է Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը, այդ Լուկաշենկոին եք ասում, այս սերունդը Լուկաշենկոինն է լսել, բա մենք Ելցինի ասածն ենք, չէ՞ լսել, բա նաև ցույց պետք է տաս, որ դու լավ էլ կարաս գնաս, ցույց պետք է տաս, որ այո եվրոպական շուկայում ամեն ինչ կանենք, որակով ապրանք կունենանք, որակով ապրանք կունենանք, ռուսական շուկայում էլ կմտնենք, այդ թանկի սեգմենտը կվերցնենք մեզ համար, որ կասեն, չէ, հայկականի անունը ուրիշ է, հայկականի որակը ուրիշ է, ու դա պետք է ուզեմ ասեմ, վաղուց շատ հարցեր լուծված են, ոչ թե մենակ կեսպահին, նրանք փագեին ու գիտեք ինչ հարցը, նրանք գիտեին, որ փագեն մենք խնդիր ենք ունենալու, որտեղ մենք այդ խնդիրը չենք լուծել, այո այդ խնդիրը լուծած է, մենք ռիսկել չէին անի փագեն, հասկանալով, որ դրանով ոչ մի հարց չի լուծվելու, եւ նաեւ մի բան է, եթե ապրանք թափվեց եւ այլ, Նիկոլ Փաշինյանը քանի որ նորից ժեստ անում Ռուսաստանին, պետք է ասի դե ինչ անեմ, դե բա ոնց չանեի, ապրանքը փչանում է մարդկանց, ստիպված նորից գնացի, բայց մենք գիտեինք, որ ընտրություններից առաջ պայմանավորվածություն կար, որ Ռուսաստանի հետ լավ էլ պայմանավորված Փաշինյանն իրան ցեռնտու է։ Այդ խաղը խաղացին, հասկացան, խաղը պրծավ, հիմա նորից գնաց իրանց մոտ։ Ով է մեղավոր Եվրոպան, բավարար չափով չկարողացավ ապրանքը իրացնել, խեղճ Փաշինյանն էլ ինչ անի, ստիպված նորից հետ գնաց։ Իսկ հիմա տեսնենք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև տարվում է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանք։ Այդ ուղղությամբ ստեղծվել են հանձնաժողովներ։ Այս աշխատանքը պարբերաբար շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել կատարված աշխատանքի առաջին դրական արդյունքների։ Սահմանազատվել է պետական սահմանի մոտ 13 կիլոմետրը։ Ջեյհուն Բայրամը նշել է, որ երկու կողմերի միջև ձեռք են բերել որոշակի պայմանավորվածություններ։ Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ, գործընթացը կիրականացվի էքսկլավ գյուղերի հարցերը կստանան իրենց լուծումը, ասել է Բայրամովը։ Հիմա հասկանանք ինչա ասվում։ Նախ, այդ որ ասում հաջողությամբ էս արել ենք, 13 կիլոմետր արել են մինչև հանձնաժողովի աշխատանքները, մինչև կանոնակարգը հաստատելը։ Նրանք ուղղակի ասել են մինչև այս գյուղերը չտակ, մենք ձեր հետ խոսալու բան չունենք։ Փաշինյանն էլ գնացել է սահմանամերձ այդ գյուղերի ժողովրդի հետ հանդիպել, ասել է, եթե հիմա մենք չտանք, իրանք կմտնեն ավելի շատ կվերցնեն։ Դա բերեք չկապենք հանձնաժողովի հետ, որտեղ այդ ժամանակ դեռ կանոնադրությունը հաստատված չէ։ Ու դա եղել է 2024 թվականի, եթե չեմ սխալվում, ապրիլին։ Հիմա ինչա ստացվում, ասում է հիմա անելու ենք հյուսիսից հարավ, բայց նորից հիշացնում է անկլավ էքսկլավների մասին։ Իսկ հիմա տեսնենք այդ անկլավ էքսկլավի մասին Փաշինյանն ինչ է ասում, նոր երկուսը միասին ամփոփ ասենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպասուրույցի ժամանակ ասել է. Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների եւ էքսկլավների թեմայից հրաժարում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված եւ ինքը մտավախություն չունի, որովհետեւ իրավիճակը հայելային է, կա Արցվաշենը, կան մյուսները, ինչպես Արցվաշենի լուծումը կտրվի, մյուսներն են նույն ձևով։ Արձանագրումն այն է, որ այն քարտեզները, որոնք դրված են սահմանազատման հիմքում, այդ քարտեզներում այդ տարածքներն արտահայտված են եւ ճակատագրական սխալ կլինի մկրատը վերցնել քարտեզների այդ հատվածները կտրելը։ Դա կնշանակի մկրատը վերցնել քարտեզը կտրելու գործողությունը լեգիտիմացնել։ Մենք դրան չենք գնում, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այս ամբողջը ասում է նրա համար, որ հիմնավորի, որ Տիգրանաշենը ոնց կարանք չտանք, ժողովուրդ ջան, նրանք էլ Արցվաշենն են հաշվում, որ դա իրանցը չի։ Բայց հիմա հարցը առաջանում։ Անկլավ էքսկլավների հարցը լսեցինք։ Մենք ասում ենք Հայաստանի Հանրապետությունը եղել է խորհրդային միության կազմում եւ խորհրդային միության կազմում
գեոդեզիա եւ կարտոգրաֆիայի գլխավոր վարչությունը այդ քարտեզները հրապարակում էր, որ հին թվի մարդիկ կհիշեն բոլորի վրա տենց գրած էր գլխավոր վարչությունը գեոդեզիայի կարտոգրաֆիա ԳՈԳ Главное управление գեոդեզիայի կարտոգրաֆիա ցանկացած մարդ կարող է այսօր նստի մի հատ քարտեզ գծի հետո ինչ բայց դա եղել է միութենական պետություն եղել են միութենական պետության մեջ հանրապետություններ բայց հանրապետություններից մեկի տարածքը մեկին անցնելու համար տակը եղել է թուղթ Իշխանությունը որոշում է կայացրել, ընդհանրենք ասել է, այս արոտավայրից մի մասը տանք նրան, այս անտառի այս մասը ավելի հարմար է սրան տանք։ Մյուսը տարբեր ձևի տենց հարցեր է եղել, այսիշ կոլտնտեսության հողերի այսիշ մասը սրանն է, այսիշ մասը նրանն է։ Այսինքն եղել են նման բաներ, բայց դրա տակ եղել է որոշում։ Մենք հիմա ասում ենք, եթե պետք է փոխանակման հարց դրվի, Արցվաշենը փոխում ենք այն մյուս անկլավ էքսկլավների հետ, որը ասում են, որ ախպեր որը մերնա, որը Ադրբեջանինն է, Ադրբեջանինն է։ Եվ ասվում է, որ հասարակությունը առանց հանրաքվեի չանհանգստանաք, առանց հանրաքվեի նույնիսկ տարածքի փոխանակություն չի կարող լինել։ Որտեղ եթե Արցվաշենը Հայաստանի քարտեզի մեջ կա, Արցվաշենը մեր սահմանադրության մեջ դա մեր տարածքն է, մենք ոնց կարող ենք հրաժարվել, ուզում է դրա դիմաց 10 անգամ ավել տան։ Այսինքն եթե դու քո տարածքը նույնիսկ փոխանակում ես անգամ շահեկան Միևնույնն է, այդ պարագայում դու պետք է անես հանրաքվե, որտեղ փոխվում է տարածքը, պետության տարածքը փոխվում է։ Հիմա արծածակում։ Եթե ես իմ քվեարկությամբ պետք է որոշեմ, սա փոխում ենք նրա հետ, պետք է իշխանությանն ասեմ, ցույց տուրեն հիմքերը, որ Արցվաշենը մերն է, եւ ցույց տուրեն հիմքերը, որ այդ գյուղերը մերը չի։ Քարտեզից պետք չի ցույց տալ։ Քարտեզի տակ ինչ է դրած։ Որովհետև տարբեր ժամանակների քարտեզներում եղել է, որ դրանք անկլավ էքսկլավ չեն եղել։ Այսինքն դա հենց եղել է հայկական տարածք։ Մարդը պարզ հարց է տալիս, եթե ես պետք է քվեարկեմ, ես պետք է չիմանամ ինչի համար եմ քվեարկում։ Չի կարող դա գաղտնի պահվել եւ ասել ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը ձեզանից գաղտնի ենք պահելու հիմքեր կան թե չկան, բայց դուք պետք է քվեարկեք, որպեսզի այդ տարածքները փոխանակենք։ Հարց է ծագում, ինչն ենք ինչի հետ փոխում։ Եթե նա իսկապես մերն է, ունենք թղթեր, որ Արցվաշենը մերն է, մենք վստահաբար գիտենք, որ ունենք։ Եթե այդ էքսկլավները, որով որ Ադրբեջանն ասում է մերն է, ուզում ենք տեսնենք այդ փաստաթղթերը, որովհետև եթե ադրբեջանցիները այդ փաստաթղթերը ունենային, Նիկոլ Փաշինյանին օթերով հանած կլինեին մինչև հիմա։ Կասեն մինչև դա չտաս, մենք հաջորդ բան չենք խոսելու։ Մենք ուզում ենք իմանանք, ունեն իրանք այդ հիմքերը, թե չէ։ Ոչ թե քարտեզով այդ հիմքերը ունեն, թե չէ։ Քարտեզը պետք է տակը թուղթ դրած լինի։ Ինչ որոշումով է Հայաստան, որտեղ մարդիկ հանում են, մասնագետ են, չէ։ Հանում ասում են, մեր տարածքը 29743 չի եղել։ Ավել է եղել։ Հիմա ասում է սրանից, որ հասել ենք այս 29743-ին։ Ինչ որոշում ենք դրել տակը, որ այդ քարտեզը ստացել ենք։ Մինչև դա չլինի, մինչև դու հասարակությանը չտեղեկացնես այդ փաստաթղթերի հետ։ Դու ոնց ես կարողանալու մարդուն ասես, դե քվեարկի չիմացած այդ բանի համար։ Այսինքն սա հարց է, որ մենք պետք է պահենք ուշադրության կենտրոնում։ Որտեղ ամեն անգամ ինքը ասում է, դե լավ, բա դա իրանցն է, ուզում ենք իմանանք ոնց է իրանցը։ Քարտեզով։ Ջեյուն Բայրամով Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է, այն բաց է հանրության համար։ Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցին սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր սպասումն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել։ Այսինքն սա հերթական անգամ ասում է, որ սա ընտրություններից հետո էլ ասում են, որ դա նախապայման է, նենց որ իմացեք, որ դա մինչև չանեք խաղաղության պայմանագիր չի լինելու։ Եթե չկա խաղաղության պայմանագիր, նախաստորագրվածը ոչինչ է։ Որովհետև դա ընդհանրապես բարի կամքով ձեռնտու է չեն կրակում։ Ձեռնտու չլինի կկրակեն։ Չկա որևէ հիմք, որևէ պարտավորվածություն, ոչ մի միջազգային երաշխիք։ Այդ դրա համար էլ Հայաստանից հնչում է կարծիք, որ այդ խաղաղությունը ձեռնտու է նաև Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանն է Հայաստանի տարածքային ամբողջականության անվտանգության երաշխավոր։ Ավելի աբսուրդ բան դժվար է պատկերացնել։ Եվ հետո Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է լինի փոխշահավետ։ Եթե մենք իրանցից ապրանք առնենք, իրանք էլ մեզանից, իրանք մեր տարածքը չեն ուզի ժողովուրդ ջան։ Այս կարգի պատկերացում ունեն, ասեմ, ինչի են դա ասում։
Եվ շատ դեպքերում էլ ասենք ասում են, բա ինչ եք հետևում, թե Ադրբեջանն ինչ է ասում, հեչ էլ չասի։ Բա դուք ասում եք մեր անկախ մեր խաղաղությունը Ադրբեջանից է կախված։ Ադրբեջանի շնորհիվ ենք հասել խաղաղության։ Այդ տեսեք իրանք չեն կրակում։ Մենք էլ ասում ենք ինչի չեն կրակում, ինչի դիմաց չեն կրակում։ Ինչ է խոստացել որ չեն կրակում։ Իսկ ինչ երաշխեք որ վաղը չեն կրակի։ Երբ որ ասել դուք խոստումը չկատարեցիք։ Առավել ևս որ սահմանադրության հետ կապված Նիկոլ Փաշինյանը ինքը խոստովանում է, որ դեռ իրանք այնքան բավարար չափով ձայն չունեն, որ նորմալ ընթացակարգով կարողանան այդ սահմանադրության հետ կապված փոփոխության հարցը լուծել։ Պետք է ուրիշ բարդ ընթացակարգով դա տանեն։ Էդ էլ գիտենք, Ադրբեջանը պետք է ասի, «Էս ինչ եք ձգում, էս ինչ խաղեր եք տալի»։ Հետո ասում են, «Բա Ադրբեջանի օրակարգին ինչ ենք հետևում»։ Որտեղ դուք Ադրբեջանի օրակարգը բերել եք Հայաստան։ Այդ խաղաղության սրտիկը Ադրբեջանի կողմից էր բերած։ Այդ մի կեսը Փաշինյանն էր, մի կեսը Ալիևը։ Բա դրամ էլ ասում ենք Հիմա քեզ ասում են խաղաղության չենք գնում, մեղավորը դու ես, սահմանադրությունը փոխի։ Իսկ հիմա ինչ է ասում Փաշինյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյուն Բայրամովի սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարություններին, այն մասին, որ այդ սահմանադրությունից չհանվեն տարածքային պահանջները խաղաղության պայմանագիր չի կնքվի, Նիկոլ Փաշինյանը ճեպազորույցի ժամանակ շեշտեց, որ ինչ վերաբերում է Ադրբեջանի ցնչող հայտարարություններին, իրենք շարունակելու են աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա։ Հիմա արձազակում խաղաղության փաստաթուղթը նախաստորագրվել է անցյալ տարի օգոստոսի 8-ին։ Փաստաթուղթը կազմվել էր ավելի շուտ մարտ ամսին։ Կետ չի փոխվել, որ ստորագրվել է Ամերիկայում։ Էսա կլրանա մի տարին։ Մի հատ բան կարող են մերոնք ասեն, ինչի գործը առաջ չի գնում։ Ասում են մենք հենց վաղն էլ պատրաստ ենք ստորագրել։ Անցյալ տարվա օգոստոսի 8-ից ասում են հենց վաղը պատրաստ ենք ստորագրել։ Մինչև այսօր հարցնում ես, ասում են հենց վաղն էլ պատրաստ ենք ստորագրել։ Ադրբեջանը չի համաձայնվում։ Ադրբեջանը էլ ասում է ինչի չի համաձայնվում։ Բա ասում եք ինչի՞ դիրանց օրակարգին նայենք։ Չենք նայում։ Նախաստորագրված փաստաթուղթ, որը ստեյցիան ոչ մի բան, հա։ Դրա դիմաց Հայաստանին ասվեց, որ թրիփը պետք է լինի, որովհետև դա Ադրբեջանի պահանջն էր, որ դա ալի Նախիջևանի հետ կապվեն Թուրքիայի, մեզ էլ ասին դե լավ, դու էլ ուրախ կլնես, գող կլնես եւ այլ, ցույց կտաս, որ տեսեք չա արվել, հիմա էլ թրիփի հետ կապված էլ ակնհայտորեն մենք գիտենք, որ դա կասկածի տակ է, որովհետև Իրանի հետ հարցերը չի լուծում Ամերիկան։ Այս միակ բանն էր, որ պետք է մեզ հաջողություն տար, այդ էլ մենք փաստորեն չունենք։ Ինչ ասում Փաշինյանը, մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում։ Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում եւ դա փաստ է, այսինքն նախընտրական ծրագրում արձանագրված է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, որը մինչեւ տարեվերջ կներկայացնեն։ Դա այն էր, որ պետք է այս տարվա մարտ ամսին ներկայացնեին ընտրություններից առաջ, որ մարդիկ իմանան այս ուժին, որ ձայն են տալի, ինչի համար են տալի։ Բայց հետո այդ ուժը ասեց ավել լավ չանեն հանկարծ ժողովուրդը տեսնեն, որ նախաբանը չկա, խնդիր առաջանա, ավելի լավ գցենք տարվա վերջ։ Գցեցին տարվա վերջ, բայց դե դու մինչև տարվա վերջ պատրաստում ես դա հրապարակ ես։ Այսինքն որ ասում են սահմանադրության փոփոխության հետ կապված հանրակրվել կանեն երկրորդ կեսին, բնական է դա չեն էլ հասցնի, որովհետև իրանք չունեն այդքան ձայն խորհրդանում։ Դեռ պետք է գնան, դեռ պետք է տեսնեն ինչ են անում, ստորագրահավաքի տարբերակով գնան, հազար ու մի խնդիրներ։ Իդեպ, երբ որ առիթ եղել է այս ասել եմ, որ սահմանադրության հետ կապված թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի փոփոխությունների ժամանակ, դե Նիկոլ Փաշինյանին հիմա ենք ասում, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ոչի շարժում ա եղել, երկուսին էլ ես ակտիվ մասնակցել եմ եւ իմ հրապարակային ելույթներով եւ ֆիզիկապես մասնակցությամբ, բոլոր մարզերով գնալ, շրջելով եւ այլ եւ այլ։ Այո, սահմանադրության փոփոխություն անհրաժեշտություն կա, բայց օրվա իշխանությունը պետք է իր հակով սահմանադրություն չփոխեր։ Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ հիմա Նիկոլ Փաշինյանը։ Բայց այնուամենայնիվ, եթե մարդ գալին մեր հետևորդներից ասեց, լավ, ենթադրենք դուք եք դա որոշում։ Ձեր պատկերացրած սահմանադրությունը ինչ է կլներ, որը ճիշտ կլներ։ Ասեմ, կիսանախագահական կառավարման համակարգը, որը 95 թվականին ընդունվեց, հուլիսի 5-ին, որ 2 օր առաջ մի քանի օր առաջ էլ նշում էինք, իրեն չարդարացրեց։ Բացի այն, որ հակով կարած էր, չարդարացրեց, այնտեղ հակակշիռների, զսպումների մեխանիզմ, նախագահ, վարչապետ, ֆունկցիաների հետ կապված բավական խնդիրներ կար, որ կարար նաև սահմանադրական փակուղու առաջ կանել, մնացած շատ բաները երկար բարակ չասեմ։ Անցանք խորհրդարանական կառավարման համակարգին։
Սովորաբար փոքր երկրներում խորհրդարանական թվով բնակչություն ու տարածք ունեցող ավելի արդյունավետ է խորհրդարանական կառավարման համակարգը, բայց մեր երկրի համար դա իրեն չի արդարացնում։ Ինչի, որովհետև մենք միևնույնն է մեր երկրում չեն գնում ծառագիր ընտրում, չեն գնում գաղափար ընտրում, այլ գնում են անձի են ընտրում։ Եվ այնպես եղավ, որ խորհրդարանական կառավարման համակարգը, որ միակ առաջնային մանդատ ստանում է խորհրդարանը, եւ կառավարությունն էլ հաշվետու է այդ խորհրդարանին, դառավ սուպեր վարչապետական համակարգ, էդ էլ քիչ է, որ ամբողջը վարչապետը իր ձեռքը վերցրեց եւ ավելի մեծ լիազորություն ունի, քան նախկին նախագահները, նախկին սահմանադրություններով։ Մի բան էլ գումարած, իրավապահ համակարգն էլ վերցրել է ուղիղ իր տակը, անգամ սահմանադրությամբ ստեղծված կառույցի ղեկավարին SMS-ով տուն է ուղարկում, ասում է՝ «Բա ժողովուրդը ինձանից է պահանջում, բայց դե նշանակեմ, ինչ պետք է անեմ»։ Սա ավելի քան սուպեր վարչապետական միապետական համակարգ է։ Մենք սրան հասանք, որը կյանքը ցույց տվեց, որ իրան չի արդարացնում։ Մեկը հայ ժողովուրդը դեռ երկար ժամանակ անձը ընտրելու, որը ներկայացնում է քաղաքական ուժ։ Իմ կարծիքով կոմպրոմիսային տարբերակը, որը դեռ մենք չենք էլ փորձարկել մեր վրա, դա նախագահական համակարգն է։ Որտեվ այո, անձ ես ընտրում առաջնային մանդատով, դրանից բացի նաև ընտրում ես խորհրդարան էլի առաջնային մանդատով, մենք երկու հատ առաջնային մանդատով կառույց ենք ունենում, նախագահը եւ խորհրդարանը այդ զսպումների հակակշռի մեխանիզմն է, ուժեղ նախագահ ունենք, որը որ գործադիր իշխանության ղեկավարն է, եւ ուժեղ խորհրդարան ունենք եւ ուժեղ դատական համակարգ։ Պայմանականորեն ասած, երկրի չափերով չասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական համակարգը, որտեղ կառավարության ղեկավարը հենց երկրի նախագահն է։ Մեր երկրի համար ամենաճիշտ մեխանիզմը դա է։ Այո, եւ նաեւ ունենանք, որ ֆունկցիոնալ առումով չառաջանա հակասություն, եթե խորհրդարանում ընտրվեց, իրանք մեծամասնություն ունեցան, իրանք դրեցին իրանց վարչապետին, այդ պարագայում այդ վարչապետը խնդիր է ունենում նախագահի հետ, ոչ նա է կարողանում իր ուզածը անցկացնի, ոչ նա է կարողանում անցկացնի, ավելի շատ իրար խանգարում են, քան իրար հետ աշխատում։ Այդ խնդրից խուսափելու համար, հաշվի առնելով հայ ժողովրդի նաեւ այդ մենթալիտետը, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր սահմանադրությունը լինի նախագահական կառավարման համակարգ, այդ երեք ինստիտուտներն էլ ուժեղ փոխլարացնող ու հակակշռող։ Եվ եթե ժամանակը կգա, կարող ենք մտածել այդ ուղղությամբ։ Հիմա նայենք Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակ։ Ռուսաստանը դիզելային վառելիքի արտահանման վրա լիակատար արգելք է դրել։ Այս ամիս Ռուսաստանը կսկսի վառելիք ներմուծել այլ երկրներից։ Բա որ Ռուսաստանը սկսի այլ երկրներից ներմուծել։ Ռուսաստանը իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հետ ոնց է կատարելու։ Ասենք մենք մտածում ենք, որ ընդհանրենք Ռուսաստանից ինչ որ բան, բավարար կանգնեց ու չտվեց։ Հիմա արգելքները բոլորին է վերաբերվելու։ Բայց այդ ավտոները, որ Ռուսաստան են գնացել, ոնց են հետ գալու։ Ոնց են հետ գալու, նրանք կարողանալու են վառելիք գտնել, որ կարողանան քշեն, գա, կամ կարողանալու են այդ ավտոյի մեջ լրացուցիչ բեռ վերցնել, որպեսզի դատարկ չգան, որպեսզի ծախսը էժան նստի։ Այս գնով, այս թանկ գնով իրանք առնելու են վառելիք, գալու են օրերով ճանապարհներին կանգնել, դատարկել մեքենան հետա գալու, այդ տարած ապրանքը դե ի՞նչ գնով ես վաճառելու։ Տարած ապրանքն է տալու վաճառելու ես 5 գնով, որովհետև պայմանագիրը 5 գնով է, պայմանագիրը չի փոխվի։ Դուք պատկերացնում եք դա ինչ բեռա հայ գործարարի վրա, ֆերմերի վրա, սննդարդյունաբերության համակարգի վրա, գյուղացու վրա։ Առավելևս որ գիտեք, հիմա մեծ ծավալներ է գնում, պայմանագրային պարտավորություններ են, անհատական ինչ-որ մի բան տանեն շուկայում կանգնեն վաճառեն, դա խնդիրը բավական լուրջ։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն հիմա մենք հասկանում ենք, չէ՞ Ռուսաստանը ինչ ռեժիմի տակ է մտել։ Վառելիքի պահանջարկը 1/3-ով աճել է, ինչը հանգեցրել է բենզալցակայաններում լրացուցիչ հզորությունների ստեղծմանը։ Վառելիքի իրավիճակը մասամբ կայունացել է, բայց շարունակում է մնալ մարտահրավերային։ Կառավարությունը հետաձգել է մի շարք վերամշակման գործարանների վերականգնումը եւ ակտիվացնել լրացուցիչ հզորություններ։ Սրա վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որովհետեւ այս մարդկանց, որ պարբերաբար ասում եմ, հարցաքննել պետք չի, իրանք լավ էլ պատմում են։ Ուղղակի խոսացրեք, իրանք կասեն։ Ուշադրություն։ Ուկրաինան հարվածում է նավթավերամշակման գործարաններին, Ռուսաստանն ասում է, մենք իմաստ չենք տեսնում դա վերականգնել։ Այսինքն նախ որ մենք գիտենք, որ անենց են թալան է, քանի տարվա հզորություններ են դրան, քանի տարվա տեխնիկա է, էդ էլ ամեն ինչի գիտենք, քանի փող է դուս գալի, ինչի իրանք
վերակառուցեն, ինչի մասին է խոսքը, մանավանդ այդ գիգանտ կառույցները այտենց հեշտ է վերակառուցել, կանգնացնել process-ը, էս անել են անել։ Այսինքն մի հատ դրոնով խփում է Ուկրաինան, այն էլ այնպես չի, որ այնպես մի հատ անենց կատաստրոֆիկ հարված է հասցնում, որ եսին ինչա տեղի ունենում։ Կարող է այդ միակ դրոնով խփած տեղը իրանք շատ արագ կարողանան վերականգնել։ Ամեն ինչ չի, որ ամեն հարվածը պայթուն է առաջացնում շատ մեծ։ Բայց իրանք ասում են, ձեռնտու չի հները վերականգնել։ Էլ արդեն բանի պետք չի։ Մի հատ մահանա է պետք, որ կպնի եւ ելալևս անիմաստ է դրանք աշխատացնել։ Իրանք գիտեն, որ դա չեն կարող աշխատացնել, ոչ էլ կարողանում են հենց անել, որ երկրորդ հարվածը չուտեն։ Հիմա հասկացաք, որ իրանց լավ էլ ձեռնտու էր, որ այդ հարվածը ուտեին, հիմա ասում եմ, էս պետք չի այդ կարողությունները վերականգնել։ Նորն ենք ստեղծում, նոր հզորություն, որի մասին բա ինչի չկա, դե ժողովուրդ ջան, դե նոր հզորություն ենք ստեղծում։ Այնինչ նոր նավթավերամշակման գործարան կառուցելը այդքան հեշտ է։ Օրերի հարց է։ Բացի դրանից կարող է դա գաղտնի ատոմային լաբորատորիա է, Իրանը տարել է կողել է նկուղները մարտադրում է, դուք էլ գետնի տակին արտադրում է, դուք էլ չգիտեք։ Այսօր կարող է Ռուսաստանը միակ դնեն նավթավերամշակման գործարան կառուցեն, հիմա դնեն մեր աչքի առաջ կառուցեն, ուկրաինացիները դա չֆիքսեն ու չհարվածեն։ Պարզա չէ որ հարցը ինչն է, բայց բացատրում են ինչի չենք վերականգնում հները։ Որտեղ հները արդեն բանի պետք չէր։ Խոշոր նավթային ընկերությունները սկսել են վառելիք մատակարարել տարածաշրջաններին, կենտրոնանալով հիմնականում անկախ պենսիալացականներ ունեցողների վրա, նշել է փոխվարչապետ Նովակը։ Հիմա դուք հասկացաք, ումից են ստանում։ Ստանում են Բելարուսից, ծավալները շատ է մեծացել, ստանում են Ղազախստանից եւ ստանում են Հնդկաստանին են դիմել անորակ, բայց շատ թանկ, որ կարողանան առնեն Հնդկաստանից, բայց դրա դիմացել շատ էժան նավթան Հնդկաստանին, բայց հիմա մի հատ նայենք, Ղազախստանը, որը կանգնեց, ասեց, ես ձեզ չեմ տալու։ Անգամ իր նավթամշակման վերամշակման կարևոր գործարաններից մեկը կանգնեցրեց վերանորոգման, որպեսզի ասի ես չեմ տալու։ Բայց դա այդպես չի, որ ինքը չի տալիս։ Ռուսները այնուամենայնիվ չեն գնում, որ ընդդից առնեն։ Պատկերացրեք, քշում են գնում են Ղազախստան ավտոն, արդեն դուրս գան։ Հիմա արդեն Ղազախստանի հաջորդ պատասխանը տեսեք։ Ղազախստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հաղորդվում է. Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ավտոմոբիլային անցակետերում Ղազախստանի ոստիկանությունը տեղակայել է 59 հսկիչ կետ ռուս բենզինային զբոսաշրջիկների դեմ պայքարելու համար։ Հարց է ծագում, մարդը եկել է քո ապրանքը առնում է, քո ապրանքն էլ առնում է տանում է։ Ինչ ես ստուգում։ Բայց ստուգում է նրա համար, որ չտանի։ Այսինքն ոչ միայն ինքը չի տալի պետությունը պետությանը, այլ անգամ չի թողում մասնավորը գայերը երկրից առնի տանի։ Թվում է թե բայց ինչի՞ պիտի չուզենայիր որ։ Քո ապրանքն առնում է տանում է այլ։ Բա հասկանում եք, չէ՞ ինչի չի ուզում, որտեղ Ղազախստանը արևմուտքի հետ լավ էլ աշխատում է, որտեղ գիտի որ արդեն ինքը պետք է չօգնի Պուտինին։ Ղազախստանից դուրս եկող ավտոմեքենաները ստուգվում են, իսկ այն վարորդներից, ովքեր փորձում են վառելիքը Ռուսաստան արտահանել, կանիստերներով, անով այլ տարաներով, վառելիքը արգրավում է։ Այցել Ղազախստանի պատասխանը, ժողովուրդ ջան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով իր վերջերս Ռուսաստան կատարած այցի եւ ռուս գործընկերոջ հետ ունեցող սահմանափակումների վերաբերյալ բանակցությունների արդյունքների մասին արդեն, որոնք վերաբերում են հայ արտահանողներին, հայտարարել է. Եվրամիության ԵԱՏՄ-ի շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի համար սահմանափակումների վերացման վերաբերյալ, որոնց մանրամասները հայտնի կդառնան դրանց իրականացումից հետո։ Կայացած բանակցությունները կրել են կառուցողական բնույթ, սակայն մինչև դրանց գործնական իրականացումը սկսվել է կոնկրետ արդյունքներ հրապարակելը դեռ վաղ է։ Այսինքն դուք տեսաք, եթե վաղ ասի դե ժողովուրդ ջան, դե դուք ուզում եք գնամ Ռուսաստանի հետ հարաբերությունը լավացնել, կարելի է կասել ժողովրդի մեղքով կամ մեր մեղքով վեր վատացրել ընտրությունից առաջ Ռուսաստանը այդ քայլ արեց, որ քեզ օգներ, ժողովուրդն էլ գնար ընտրեր, որ ասեր եկել Ռուսաստանը տա։ Հիմա արդեն հետ են գնում Ռուսաստանի հետ հարաբերությունը կարգավորում։ Եվրոպան պետք է կանգնի ասի ժողովուրդ ջան, ինչ անաղոհած ժողովուրդ եք։ Հրատապ ձևով փորձեցինք ձեզ օգնենք, դու փողն էլ տանք, տարածքն էլ լուծենք, ամեն ինչ անենք, տերմինալների հարց ստեղծենք, հաբեր ստեղծենք Հայաստանի ապրանքը պահեստավորելու, դու ստանդարտներին մի բան էլ չնայենք, էս անենք, այն անենք, մեկ էլ ասում է դե հիմա նորից հետ ենք գնացել, մի հատ տեսնենք իրանց հետ ինչ են անում։ Մի հատ է կարա մուննատ գա, դե որովհետև ամբողջ ծավալի չեք իրացրել։
Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված, բայց մինչև այդ Ուկրաինայի հետ կապված շատ կարևոր գիտեք, որ միշտ էլ երկրորդ պլան երբեք չի եղել Ուկրաինայի հարցը, որտեղ դրանով է նոր աշխարհակարգը պայմանավորված։ Ու նաև դրանով պայմանավորված է Հայաստանի հետ կապված Ռուսաստանի վերաբերմունքը։ Այսքան թուլացած Ռուսաստանը Հայաստանի ձեռ չի քաշում։ Այսքան թուլացած Ռուսաստանը Հայաստանի ներսում իր աջակիցներն ունի։ Պատկերացնում եք Ուկրաինան պարտվեր ինչ կլներ մեր հետ։ Ես որ ամեն անգամ ասում եմ Ուկրաինան նաև մեր համար է կռվում, ասում են դե լավ էլի հետին չափազանցեցնում։ Հիմա հասկացաք ինչ է կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի եւ Ուկրաինայի մասին հայտարարել է. Կարծում եմ նա կկառուցի հիանալի երկիր։ Կարծում եմ նա դա կանի։ Այժմ մենք որոշակի շահ ունենք այդ երկրում, քանի որ այնտեղ ունենք որոշակի հողային եւ տնտեսական հետաքրքրություններ։ Բայց այնտեղ կան նաեւ հանքանյութեր, դրանք ամենահարուստներից են, դա աշխարհում հազվագյուտ հողային տարրերի համար լավագույն հողերից մեկն է։ Իհարկե այն որ Դոնալդ Թրամփը նույնիսկ խոսում էր որ մարդիկ են զոհվում, պետք է պատերազմը կանգնացնել, էս անել, այն անել, բայց մեկը պատերազմի հաջողությունը ոչ թե պատերազմը կանգնացնելն ու զոհերն է, այլ պատերազմի հաջողությունը հողերն ու փողերն է։ Ժողովուրդ չի կարող ինքը նույնիսկ հրապարակային չասի։ Եթե նույնիսկ ինքը դա գիտի, եթե գիտի ինչի համար է անում, երկե առաջի դեմքը պետք է առաջնային տեղ չբերի, ասի, այ այս դրանով ուզում է ժողովրդին ցույց տա, որ ինչ անում եմ ձեր համար եմ անում, ժողովուրդ ջան։ Այ հիմա տենում եք պատերազմը կանգնացնեմ, էս անեմ, այն անեմ, ձեր համար եմ անում, այս հողերն ու փողերը ձեզ համար է։ Հավատում են դրան արդյոք։ Բայց դրանից հետո նույն Դոնալդ Թրամփն ինչ է ասում։ Զելենսկին ավելի շատ խոսում է գումարի մասին, քան հակամարտության մասին։ Գիտեք, կարծում եմ, որ նա կարող է երկրի վերակառուցումը համարել ավելի կարևոր, քան հակամարտությունը։ Այսինքն, բա այդ մարդը գումարի հարցը չլուծի, հարձակվել են իր երկրի վրա։ Բա այդ տեխնիկա է արտադրում։ Ամերիկան այսօր ասում է գնա Patriot արտադրի։ Ամերիկան ասում է դրոններ որ արտադրես ինձ էլ դուր, ոնց որ քո մոտ ավելի լավ է ստացվում։ Բա այդ ինչով է անելու։ Երկրի այդքան տարածքը հարված կերած եւ մնացած մասերում էլ հարված։ Եվ բացի դրանից, բա Դոնալդ Թրամփի այդ բացի փողից ուրիշ ինչից կարելի է խոսալ։ Հիմա ինքը երբ որ ուրիշի փողից խոսալուն մեղադրում է, չի մտածում որ ուրիշներն էլ իր մասին են այդ կարծիքին։ Բայց Զելենսկին փող չի կարա չուզի։ Իսկ Թրամփը ամենտեղ փողից պետք է չխոսի, էլի, ուղղակի բաց չլինի որ դա իմանա։ Դոնալդ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկուն կգնաս արդյոք Մոսկվա հանդիպելու Վլադիմիր Պուտինին։ Վոլոդիմիր Զելենսկի։ Դա դժվար կլինի, այնտեղ չափազանց շատ ուկրաինական դրոններ կան։ Իհարկե, այո, Վոլոդիմիր Զելենսկին իրավունք ունի այսպես հեգնելու, ծաղրելու ներողություն, որ ինքը չի կարող գնալ Մոսկվա, որովհետև Մոսկվային հարվածում են ուկրաինական դրոնները։ Ինչա չեն հարվածում։ Այսօր նահանգել Վլադիմիր Պուտինը երևի իրան թվում է թե ինքը դեռ լավ է ժողովրդին ասում է լավ ալնելու, էս են կանելու, այն են կանելու։ Ժողովուրդ դե գիտենք էլի ինչ է կանում, տեսնում ենք էլի ինչ է կանում։ Բայց մեկ էլ տեսնում ենք Հայաստանում ոնց են իրանց կոտորում ռուսական շահերը սպասարկելու համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն Պուտինը բաց է շփման համար։ Պարոն Թրամփը ըստ երևույթին շատ զբաղված էր Անկարայում տեղի ունեցած որոշ շփումներից հետո, ուստի երեք ոչ ոք չի զանգահարել։ Ված չէ լինի, որ Դմիտրի Պեսկովը չլիներ նաև համատեղության կարգով Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակը եւ բացատրել թե ինչու համար Թրամփը չի զանգել։ Եթե Թրամփը գտներ որ դա ամենակարևոր զանգն է, ինքը այդ ամենակարևոր զանգը կաներ օդում, ջրում, ցամաքում, բոլոր տեղերը, ինքնաթիռում, ամենտեղ եւ հանդիպումների ընդմիջման ժամին։ Եթե չի զանգել, ուրեմն դու այդքան կարևորը չես։ Նա ասում է կարևորը Զելենսկին հետ պայմանավորվեմ, որ իմանամ քեզ ինչ պարտադրեմ։ Ու ինքը հրաշալի գիտի, որ այն հողերն ու փողերը, որ Ուկրաինայի հետ կապված պայմանավորվի, վաղը Ռուսաստանը Պուտինն էլ չլինի, արդեն ինքը հասկացել է, որ ով էլ գա, իր ուզածը տալու է հողերն ու փողերը։ Հեչ պետք չէր, որ ինքը կախված էր գնացող Պուտինի հետ։ Այդ արդեն պարզա, որովհետև Պուտինին ճանապարհ դնողները վաղուց արդեն Ամերիկայի հետ սեպարատ բանակցում են, դա բարդ չի հասկանալ։ Ժամանակը կանցնի, իրար հետ էլի կշփվենք, կասենք, որ բայ այդ ժամանակ որ ասում ենք, հենց սրա մասին էինք ասում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին Ռուսաստանի էներգետիկ համակարգն ունի շատ բարձր անվտանգության շեմ, աշխարհում ամենաբարձրից մեկը։ Լուրջ այդ վառելիքաէներգետիկ ռեսուրսների օբյեկտներին բոլորին հարվածներ հասցնելը մի հատ ցիստեր չեն թողել որ մի բան լցնեք տեղափոխեք
մի հատ տարածք չեն թողել, բանը նավթավերամշակման գործարան չեն թողել, այտենց անվտանգության այտենց լավ բարձր մակարդակ ունի։ Վառելիքի հետ կապված դժվարությունները ժամանակավոր են, դրանք կապված են նաև հանգստյան արձակուրդի սեզոնը խաթարելու հակառակորդի ցանկության հետ։ Ակնհայտ է, որ թշնամին ձգտում է վնասել տնտեսությանը, բայց ամենակարևորը ձգտում է նյարդային մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ։ Մենք հասկանում ենք, որ դա անհնար է, ինչից է հասկանում։ Առավոտից իրիկ ու այդ վիդեոները նայում եք, ինչ են ցույց տալի, թե ինչ խայտառակ վիճակը։ Բաղում համար են դա ցույց տալի։ Ժողովրդին տրամադրում են Պուտինին ճանապարհելու։ Օրը մեկը ասում է, ժողովուրդ ջան, հասկացեք, այս մարդը պետք է գնա, որ երկրի վիճակը լավանա։ Արդեն խնդրեմը Մոսկվայում անգամ կոծկել հնարավոր չի։ Արդեն ուրիշ տեղից երբ որ ուղարկում են բենզինը Մոսկվա, արդեն դժգոհությունը առաջանում, ասում են մենք արտադրենք, ձերը տանեք տակ թշնամուն հարվածներ հասցնի։ Այս կողմ արտադրենք, ուղարկենք Մոսկվա, բա մենք։ Վլադիմիր Պուտինը կարգադրել է հրատապ սուբսիդավորել Ղրիմի և Սևաստոպոլի վառելիքի շուկան վառելիքի գների աճի պատճառով։ Պուտինը հայտարարել է, քաղաքացիները չպետք է զգան առաջացած խնդիրները։ Քաղաքացիները լավ էլ գիտեն առաջացված խնդիրները, ուղղակի Պուտինին հենց իրան թվում է, թե դեռ չգիտեն կամ ինքը չգիտի նրանք ինչ գիտեն, էլի։ Եվ մեկ է Դմիտրի Պեսկովը հայտնագործություն արել, 5-րդ տարանակրվում են, ասում է, գիտեք, սա արդեն պատերազմ է։ Ասում են ոնց։ Հատուկ ռազմական գործողություն չէր, բայց հազարավոր մարդկանց դատում եք, որ ասեն են պատերազմ է, ասում եք ինչ պատերազմ, հատուկ ռազմական գործողություն է, բայց չի է պատերազմ, որտեղ արևմուտքը մասնակցում է դրան, արևմուտքը մասնակցում է առաջի օրվանից, բայց դու հայտարարում ես, որ սա պատերազմը լրիվ ուրիշ կարգավիճակ է, պատերազմին մասնակցելու համար քո կանոնավոր բանակը պետք է զբաղվի, որտեղ դու փող չունես վճարես վարձկաններին, հիմա արդեն ուզում ես կանոնավոր բանակին ներքաշես պատերազմի մեջ, պատերազմը դա արդեն լրիվ ուրիշ կարգավիճակ է եւ լրիվ ուրիշ դժգոհության ալիք, որը արդեն երկրի ներսում առաջանում է։ Հիմա ասում ես, ինչ է խանգարում։ Աշխատանքային միգրանտներին փողոցից վերցնում, տանում եմ կռվելու։ Դուք ի՞նչ խնդրեմ ունեք։ Բանտերից տանում եմ կռվելու, դուք ի՞նչ խնդրեմ ունեք։ Խնդրեմ ունեն, այդ իրանց գրպանից ես վճարում։ Մեկ խնդրեմ ունեն, այդ հանցագործները գնում են հերոս են դառնում Ուկրաինայում, հետ են գալի, նորից մարդիկ են սպանում, որտեղ նրանք հեշտ փողից սովորել են։ Մարդ սպանելու ձևերն շատ լավ գիտեն։ Այո, նրանց իսկ եթե վաղը արդեն մարդկանց կուղարկեն կանոնավոր բանակը պատերազմի, այդ ժողովուրդը արդեն իր վրա ավելի ծանր կզգա այդ բեռը։ Դրա համար Պուտինը ռիսկ չի անում հայտարարի պատերազմ, որովհետև պատերազմ հայտարարելը լրիվ ուրիշ խնդիր է դնում պետության առաջ։ Դու չես կարող ասել, մենք սա անվանում ենք պատերազմ, բայց որ պատերազմ է սա անվանում, քո կանոնավոր բանակն ինչ է անում։ Բա պատերազմ ես անվանում, քո երկրին, կողքի երկիրը հարված է հասցնում։ Անկախ նայես պատերազմ կհայտարարես նրան, թե չէ, դու արդեն պետք է պատերազմի օրենքներով գործես։ Ոչ թե մենակ հայտարարես, բա չգիտեք պատերազմ։ Մենք գիտենք, տենց էլ ասում ենք, այս 5 տարի է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, այն ինչ տեղի կունենա Իրանում, շատ արագ կլինի։ Մենք երկարաժամկետ գործընթացի չենք ձգտում։ Հա, չես ձգտում, բայց չես կարող կարճաժամկետում էլ անես, դա էլ գիտենք։ Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հուսեյն Քերմանփուրն ինչ է ասում։ Մինչ գործում էր հրադադարի ռեժիմը, ԱՄՆ 2026 թվականի հուլիսի 8-ին եւ 9-ին հարձակումների է ենթարկել Իրանի 5 նահանգ, հարձակումներ, որոնց իրենց հետևից թողել են 14 զոհ եւ 78 վիրավոր։ Այսինքն այդ փաստաթուղթը ոչ մի բան է։ Նույնիսկ հուշագիրը չի պահպանվում։ Իրանի զինված ուժերը տեղեկացրել են, որ մեծ թվով տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումներ են իրականացրել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։ Հարվածների թիրախ են դարձել Քուվեյթում գտնվող Patriot հրթիռային համակարգը, Քաթարում վաղ նախազգուշացման արբանյակային ալեհավաքների կայանը, իսկ Բահրեյնում ամերիկյան զինվորականներին պատկանող վառելիքի պահեստները։ Իրանական կողմը հայտարարել է, որ այս քայլով վճռական թույլ չտալ ԱՄՆ-ի նախագահային անխոհեմ նպատակների իրականացումը եւ պաշտպանել իսլամական հեղափոխության գաղափարները մինչեւ վերջնական հաղթանակ։ Ժորժիա, մենք ստե խաղաղություն ունենք, բայց այս մեզ չպետք է մտահոգի։ Մանավանդ որ մերոնք հեշտպետները չի, հիմա էլ տենում ենք Իրանի հետ էլ խաղեր տալը, թե դա իտակից ոնց ենք դուրս գալու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, Իրանի ներկայացուցիչները կապվել են ԱՄՆ-ի հետ, նրանք շատ են ցանկանում գործարք, նրանք ոչ վաղ անցյալում զանգահարել են, նրանք գործարք են ուզում, ես պարզապես չգիտեմ, արդյոք նրանք արժանի են գործարք ընկելուն, եւ չգիտեմ, արդյոք նրանք պատրաստում են այն պահպանել։ Ժորժ ջան, Իրանից ես չգիտեմ ով է զանգել, մեծ երկիր է, կարող է ինչ-որ մեկը զանգել է, մինչև հիմա ես չեմ կարող հասկանամ, այսինքն ով ուզում է Դոնալդ Տրամփին զանգում, այն պատասխանում ասում, հա, բարի օր, ոնց եք, ինչ եք, երեխեքը ոնց են, ուրիշ ինչ կա, ինչ չկա։
բայց ուզում եմ իմանալ ոնց կարող է Իրանից զանգում այն ինչ-որ մեկը եւ այդ մասին ինքը չի ասում, որ Իրանից զանգել է նախագահը, հոգեվոր առաջնորդը, արտգործ ով է զանգել Իրանից, որ կարա զանգի Դոնալդ Տրամպի հետ բան պայմանավորվի։ Եվ ինքն էլ ասում է, դե զանգել են, խնդրել են, բայց դե իրանք չեն վստահ։ Իրանք քեզ չեն վստահ, մենք էլ ընկել ենք կրակ երկուսի ծեռը։ Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ ինքն էլ հաստատ զանգած չի լինի, էլի, որովհետև ասում է, պետք չէ անիմաստ նետվել, այլապես դու ավելի խորը կանցնես ջրի տակ։ Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի հետ պայմանավորվածությունների կատարման դեպքում, այլ ոչ թե ամերիկյան սպառնալիքների ներքո։ ԱՄՆ-ի կողմից վախեցնելն ու խոստումների խախտումն այլևս անհետևանք չեն մնալու։ Ուղղակի ասեմ, եթե դու հարվածես, ապա քեզ կպատասխանեն հարվածով։ Այս էլ ինչպես տեսնում եք, անգամ սա էլ բանակցության ղեկավարներ չէ Իսլամաբադի, ինքն էլ ոնց որ թե աչքից չի զանգել Դոնալդ Տրամպին։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ հարվածների լրացուցիչ փուլը, որոնք նպատակաուղղված են հետագայում թույլատնելու Իրանի կարողությունները հարձակվելու առևտրային նավերի եւ անմեղ քաղաքացիական նավաստիների վրա Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել շուրջ 90 իրանական ռազմական թիրախի։ Այն ինչ ունենք ժողովրդյան։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենս, մենք գործարք կնքեցինք Իրանի հետ, այսպիսով գործարքը շատ պարզ է։ Եթե նրանք կրակեն նավերի վրա, մենք նրանց կհասցնենք ջախջախիչ հարված եւ վերջ։ Եվ սա է հիմնական սկզբունքը, որով ամեն ինչ կաշխատի։ Եթե Իրանը փորձի փակել Հորմուզի նեղուցը, ամերիկյան զինվորականները կպատասխանեն, դա պարզ է, սա է համաձայնագիրը։ Նրանք կարող են կամ հետևել դրան, կամ էլ ստանալ այն, ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան։ Սա կշարունակվի, մինչև նրանք բացեն այդ միջանցքը եւ դադարեն կրակել նավերի վրա։ Արդյունքում մենք տեսանք, որ ոչինչ չունենք, արդյունքում այն մարդիկ, ովքեր իմ խոսքին հետևում են, լավ հիշում են, որ ասել են, որ պատճառները լուծված չեն, բանին Դոնալդ Տրամպին պետք է պատերազմը դադարեցնել եւ հաջողություն արձանագրել, չի ստացվում։ Այդ համաձայնագիրը չի աշխատում։ Ինչպես տեսնում եք, երկու կողմին ձեռնտու չի, Իսրայելի հետ կապված էլ խնդիրը առաջանում, Իսրայելը փորձեց նաեւ ալիքները խառնի, անգամ եթե նույնիսկ հարաբերությունը փչացնի Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ, դա էլ իրան չի խանգարում, ուղղակի ինքը որպես խաղացող մտնի եւ այդ խաղակարտերը խառնելով, որտեղ տեսավ Ամերիկան իրան բանա խոստացել, բայց Ամերիկան ոնց որ չի ուզում այդ խոստումը կատարի ու ինքը մենակ պետք է լինի ստիպված Իրանի դեմ կռվելու եւ դրա համար փորձեց նաեւ թեկուզ Հայաստանի հետ կապված էլ քայլեր անել, չնայած որ իրավիճակի փոփոխության պարագայում ոչ այս ադմինիստրացիայի, այլ հաջորդի ժամանակ ընտրություններից հետո կարելի է մտածել ինչպես հարաբերությունները կարգավորել, բայց դա հաստատ հիմա չի, որովհետեւ այսօր իրանք իրանց հարցերը չեն լուծել, Ամերիկան էլ չի լուծել, Իրանի հետ կապված էլ ոչ մի խնդիր լուծված չի։ Մեր պակասը հիմա էլ նոր խաղերի մեջ մտնելը չի ժողովուրդ։ Այնպես որ հիմա մենք նայում ենք ինչա կատարվում աշխարհում, նայում ենք մեր երկրում ինչա կատարվում, նայում ենք ինչ քաղաքական ուժերով են մեր հարցերը լուծելու խորհրդանում եւ տեսնեք դրանով պայմանավորված ինչքան հարցեր ունենք մենք ժողովրդյան։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։